Լեական հերոստատեսությանը տված հարցազրույցում նշել էիք, որ ադրբեջանական կողմը նախապայմաններ է առաջ քաշում, հոգնակիով էիք նշել, այսինքն մի քանի նախապայմաններ, հայտնի է, որ մեկը դա սահմանադրության փոփոխությունն է, մյուսը ԵԱԿ Միսկի խումբն էր, Միսկի խմբի հետ կապված արդեն հստակություն կա, մյուս նախապայմանները սահմանադրությունից զատ որոնք են։ Իհարկե նախապայմանները դուք ինքներդ թվարկեցիք, Միսկի կառույցներն էին եւ նաեւ Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը պայմանագրի վերջնական ստորագրման համար առաջ քաշվող նախապայմանները, սա երկար ժամանակ բարձրաձայնվել է եւ Ադրբեջանի կողմից եւ մեր կողմից, այսինքն խոսել ենք, որ այդպիսի նախապայմաններ կան։ Հիմա ինչպես իրավացիորեն նկատեցիք հարցի մի մասը, այսինքն Միսկի խմբին վերաբերող խնդիրը ըստ էության լուծված է, քաղաքական որոշումը կա եւ բյուջեի եւ մնացած ավելի տեխնիկական բնույթի հարցերով ուրեմն վերջնական որոշումները կլինեն մինչեւ դեկտեմբեր։ Ինչ վերաբերում է սահմանադրությանը, ապա ես հարկ եմ համարում նշել, որ ինչպես եւ նախկինում, այնպես էլ հիմա այդպիսի հարց որպես փոխհամաձայնեցված օրակարգի հարց գոյություն չունի մեր քննարկումներում եւ Հայաստանի Հանրապետության սահմանադրության փոփոխության եւ կամ նոր սահմանադրության ընդունելու հարցը բացառապես ներքաղաքական օրակարգի եւ մեր ժողովրդի որոշելիքի հարցն է։ Ես զարմանում եմ, որ շարունակաբար այսքան ուրեմն հավաստիացումներից հետո հարցերը շարունակում են մնալ կամ հնչել, բայց եթե հարցնում եք, նորից ասեմ, որ Հայաստանի Հանրապետությունը երբևէ որևէ երրորդ կողմի արչև չի ստանձնել եւ չի ստանձնելու պարտավորություն փոխել Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը։ Կրկին դա միայն եւ միայն մեր քաղաքացիների որոշելիքն է եւ մեր ներքին, ներքաղաքական, մեր հանրային, եթե կուզեք, օրակարգի մաս։ Այո, Ադրբեջանը շարունակում է ասել, որ կապել, պայման դիտարկել որպես եզակի թվով նախապայմաններ, որպեսզի հստակ լինի նորից բանի տեղիք չտա, կա այդ նախապայմանը դնել այդ պայմանը Ադրբեջանը շարունակում է պայմանագրի ստորագրման համար, մենք այս կապվածությունը, այս նախապայմանը չենք ընդունում, արդեն ասեցի։